Ռացիոնալ թվերի հետ գործողություններ կատարելուց առաջ հիշենք բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր։ Ամբողջ դրական և բացասական թվերն ու զրոն կոչվում են ամբողջ թվեր։ Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ։ Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու զրոն կոչվում են ռացիոնալ թվեր։ Միևնույն նշանով ռացիոնալ թվերը գումարելու համար պետք է գումարել նրանց բացարձակ արժեքները և ստացված թվից առաջ դնել գումարելիների ընդհանուր նշանը։ Տարբեր նշաններով երկու ռացիոնալ թվեր գումարելու համար պետք է այդ թվերի բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված թվից առաջ դնել այն գումարելիի նշանը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է։ Վարժություն 821։ Լուծենք A օրինակը։ Համոզվեք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար գումարման տեղափոխական օրենքը ճիշտ է։ Մենք գիտենք, որ գումարման տեղափոխական օրենքը հետևյալն է. գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Հիմա ստուգենք և համոզվենք։ -11 25-ին գումարենք 3/5։ Այստեղ 3/5-ի առջև դրված է պլյուս նշան, քանի որ բացասական թվի առջև դրված է մինուս նշան, որպեսզի ավելի պարզ երևա, որ 3/5-ը դրական կոտորակ է վերցված և 11/25 մինուս նշանով բացասական կոտորակ է վերցված։ Կարող ենք 3/5-ը գրել առանց գումարման նշանի։ -11/25-ին գումարենք 3/5։ Բերենք ընդհանուր հայտարարի, ընդհանուր հայտարարը 25-ն է, քանի որ առաջին կոտորակի հայտարարը 25 է, համարիչում կգրենք պարզապես -11/25-ի համարիչը, -11։ 25-ը բաժանենք 5-ի 5, 5 անգամ 3, 15։ Համարիչում ունենք -11 գումարած 15, հավասար է 4-ի։ 4/25։ Հիմա 3/5-ին գումարենք -11/25, այսինքն գումարելիների տեղերը փոխենք։ Հավասար է 3/5-ից հանած 11/25, հավասար է, հայտարարը 25-ն է, 25-ը բաժանենք 5-ի 5, 5 անգամ 3, 15, հանած 25-ը բաժանենք 25-ի 1, 1 անգամ 11, 11, հավասար է 4/25։ Ինչպես տեսնում ենք, ռացիոնալ թվերի տրված զույգի համար գումարման տեղափոխական օրենքը ճիշտ է։ Այսինքն, ռացիոնալ թվեր գումարելիս, եթե այդ թվերի տեղերը փոխենք, գումարման գործողություն կատարելիս, գումարը չի փոխվի։
Հիմա լուծենք վարժություն 822-ը։ Համոզվեք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է։ Այսինքն, բազմապատկման տեղափոխական օրենքը հետևյալն է. արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։ Մինուս 3/4-ը բազմապատկենք մինուս 2/5-ով։ Հավասար է երկու բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է։ Կարող ենք նշանները չգրել, բազմապատկել համարիչը համարիչի հետ և հայտարարը հայտարարի հետ 3 անգամ 2 բաժանած 4 անգամ 5 հայտարարում։ Համարիչում և հայտարարում 4-ը և 2-ը կարող ենք կրճատել 2-ով, այստեղ 1, այստեղ 2, 3 անգամ 1 հավասար է 3 և հայտարարում 2 անգամ 5 հավասար է 10, 3 10-րդ։ Այժմ փոխենք արտադրիչների տեղերը, մինուս 2/5 անգամ մինուս 3/4։ Երկու բացասական թվերի արտադրյալը դրական թիվ է, 2 անգամ 3 համարիչում բաժանած 5 անգամ 4։ Նորից կկրճատենք 2-ը 4-ը, համարիչ հայտարարում այստեղ 1, այստեղ 2, հավասար է 3 10-րդ։ Ինչպես տեսնում ենք, ռացիոնալ թվերի բազմապատկման ժամանակ արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։ Վարժություն 823։ Ստուգեք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար գումարման զուգորդական օրենքը ճիշտ է։ Այսինքն, փակագծում A գումարած B և գումարենք C գումարելին նույնն է, որ A գումարելիին գումարենք փակագծում B գումարած C։ Հիմա փորձենք, այսինքն մինուս 1/2 գումարած 11/2 գրենք փակագծում և գումարենք երրորդ գումարելին գումարած մինուս 3/4։ Հավասար է մինուս 1/2 գումարած 11/2 հայտարարները նույնն են, մինուս 1 գումարած 11 համարիչում գումարած մինուս 3/4։ Հավասար է մինուս 1 գումարած 11 հավասար է 10, 10/2 հավասար է 5-ի։ Գումարած մինուս 3/4 կարող ենք գրել միանգամից հանած 3/4։ Հինգ ամբողջից հանենք 3/4։ 5 ամբողջը կարող ենք գրել 4 գումարած 1 ամբողջ տեսքով, այսինքն կլինի 4 ամբողջին գումարած 1 ամբողջ հանած 3/4։ Հավասար է 4 գումարած 1-ից հանենք 3/4։ 1-ը կարող ենք գրել 4/4 կոտորակի տեսքով, հանած 3/4 և 4/4-ից հանենք 3/4, հավասար է 1/4։ Կունենանք 4 գումարած
1/4 հավասար է 4/1/4 այժմ -1/2-ին գումարենք 11/2-ին գումարած -3/4 հավասար է -1/2 գումարած փակագծում կունենանք 11/2-ից հանած 3/4 հավասար է -1/2 գումարած 11/2-ից հանենք 3/4 կարող ենք գրել առանց փակագծերի և բերել ընդհանուր հայտարարի 4-ը ընդհանուր հայտարարն է 4-ը բաժանենք 2-ի 2 2 անգամ 11 22 հանած 4-ը բաժանենք 4-ի 1 1 անգամ 3 3 հավասար է -1/2 գումարած 19/4 հավասար է բերենք ընդհանուր հայտարարի ընդհանուր հայտարարը 4-ն է համարիչում կունենանք -2 որովհետև առաջին կոտորակի հայտարարը 2-ն է 4-ը բաժանենք 2-ի 2 2 անգամ -1 -2 գումարած 19 հավասար է 17/4 անկանոն կոտորակ է դարձնենք խառը թիվ հավասար է 4/1/4 ինչպես տեսնում ենք ստացանք կրկին 4/1/4 այսինքն ռացիոնալ թվերի տրված եռյակի համար գումարման զուգորդական օրենքը ճիշտ է